Այսօր պիտի խոսիմ շատ կարևոր նյութի մասին, որ առաջին հերթին շատ բարձ կնա թվիլ։ Ինչ է տարբերությունը ասկի եւ բեդության միջև։ Բեդությունը, այս բարակային Հայաստանը, այն գառույցն է, այն դարածքն է, ուր հայ բնակչությունը գաբրի, կամ ավելի ճիշտ Հայաստանի քաղաքացիությունը ունեցող բնակչությունը։ Այդ բնակչությունը գնա նաև հայ չլար, այսինքն կան փոքրամասնություններ, որոնք Հայաստանի քաղաքացիներ են։ Իսկ սփյուռքի մեջ գաբրին այն հայերը, որոնք կպատկանին հայազգին, բայց չունին Հայաստանի քաղաքացիություն, կոնե անոնց մեծամասնություն չունի։ Իսկ եթե անձեր կան, որոնք ունին այդ քաղաքացիությունը, հավանաբար դարիներուն տածքին երկար ժամանակ դուրս ապրելով կամաց հրաժարին այդ քաղաքացիությունն, այսինքն չնորոգեն իրենց անձնակները, չի տարմացնեն իրենց տվյալները եւ այդ քաղաքացիությունը չփոխանցեն իրենց զավակներուն։ Հիմա իրավական ինչ դարբերություն կա այս երկրի միջև, շատ մեծ դարբերություն կա։ Երբ սփյուռքահայը ինքզինք որպես հայ ասկի անդամ կներկայացնի եւ այդպես է Հայաստան գալով իրականության մեջ նույն իրավունքները չի վայելեր Հայաստանի քաղաքացիներուն, այսինքն ինքը օտարերկրյա քաղաքացի կնկատվի, երբ որ Հայաստան գայցել է, սփոսաշրջիկ, որ ունի հայկական ծագում։ Ճիշտ է, հայ ժողովրդի կարևոր մեկ տոկոսը գաբրի արտասահմանի մեջ, սակայն այդ հայերը, դուրս ապրող հայերը, դարբեր երկիներու քաղաքացիներ են եւ այդ երկիներուն արժեվ իրենք պատասխանատու են, երբ որ խնդիրներով հանդիպին, երբ որ օգնություն ուզեն, առաջին հերթին պիտի ուզեն այդ երկիներեն։ Շատ հազվադեպ բարականերուն կրնան թիմել Հայաստանի կառավարության եւ Հայաստանի կառավարությունը կրնա օգտակար դառնալ, նկատի ունենալով որ անոնք ասկային ծագում ունին հայկական, բայց ընդհանրապես այլ երկիներու քաղաքացիներ են, հետեւաբար իրենց առաջին հայացքը պիտի ուղեն այդ երկիներուն, ուր կապրին, ուր կաշխատին, ուր իրենց սովորական ընթացք կունենան, ուր կուսանին, ուր գծրակրեն իրենց ձերությունը հոնայց անցնել եւ այլն եւ այլն։ Հիմա գրնակ երևակայել, որ Թուրքիո այսօրվան ասկային Թուրքիո արտաքին գործոց նախարարը քուրդ է ծագումով, այսինքն իր նախահայրերը քուրդ եղած են, իր հայրը քուրդ եղած է, ինքը սակայն Թուրքիո քաղաքացի է, որուն շահերը գեդաբնտ է, այսինքն երբ որ աշխարհով մեկ այժմ գերտաժողովներու կմասնակցի եւ զանազան արիտներով Թուրքիո դեսագետները կարտայդ է, Թուրքիո շահերը գեդաբնտ է, իհարկե, իր նույնիսկ այսինքն գսվիտ է ան աբակայի Թուրքիո նախագահը գրնալալ, անունը Հակամ Ֆիդան է, ուրեմն ծագումով քուրդ, սակայն Թուրքիո քաղաքացի եւ անպայման որ Թուրքիո շահերը գեդաբնտ է, որովհետեւ այդքան բարձր տեղ հասնի, փաստված է պիտի լա, որ ինքը Թուրքիո շահերը հետապնդող անձն է։ Նույնը կարելի է ասել նաեւ Լավրովի մասին, որ ծագումով հայ է, այսինքն հայրը հայ եղած է, ինքը սակայն Ռուսաստանի արտաքին գործոց նախարարն է եւ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական թերագադարը եւ Պուտինի աչպազուկը համաշխարհային մագարտակով, ուրեմն անալ ծագումով հայ է, սակայն Ռուսիո քաղաքացի է եւ իր քաղաքական ուղղությունը նույնիսկ Հայաստանի թեմ է, այսինքն եթե այսօր Հայաստանը գոյություն ունենա թատրի, Լավրովը ավելի ուրախ կլա, որովհետև ինքը իրականացած կլա իր երկրին շահերը։ Առնենք երրորդ օրինակը, օրինակ Իրանի կրոնաբեդը Խամենին,
որ այժմ լուսարցակի դակ է, քանի վերջերս երբ որ Իրանի դեպքերը բադայեցան եւ հազարավոր մարդիկ սպանվեցան, իհարկե այդ սպանությունները դեր ունեցան իր հրահանգով, իր թրատրանքով։ Ինք իրանցի է, որպես քաղաքացիություն, սակայն թուրք ազերի ցակում ունի։ Իր ծրագիրը սակայն Իրանի pedagogan ծրագիրն է, այժմ գրոնապետական։ Ուրեմն այս 3 օրինակները, որ մեր շրջանի մեջ են, ցույց կտան, որ ասկային ցակումը երբեմն գրնա միան վերնակիր մլալ, երբեմն գրնա բարձ դեղեցում մլալ, անիմաստ դեղեցումը։ Սակայն բոլոր հայերը Լավրով չեն, բոլոր քյուրդերը ֆիդան չեն, բոլոր ազերիները խամենի չեն։ Ուրեմն աս նաև կարելի է ապացուցել։ Բայց վերջին հաշվով բոլոր հայերը, որոնք Հայաստանի քաղաքացիություն չունին, հայաստանցի պետք չէ նկատվին եւ իրավացիորեն հայաստանցի չեն։ Մենք այստեղ զանզանությունը կգտնենք, բայց ոչ խտրականություն ստեղծելու համար, այլ հստակ դարձնելու համար, թե ամեն մեկը որ սահմաններում մեջ կգործե, ամեն մեկը ինչ իրավունքներ ունի։